Այժմ միանալու եմ Տորոնտո զրուցելու Կանադայի հայ դատի հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանի հետ, պարոն Միրաքյան, բարև ձեզ։ Բարի գուն ձեզ։ Արդյոք ակնկալվում էր այս ընտրությունները, արտահերթ ընտրությունները, թե գործող իշխանությունը անակնկալի բերեց եւ ինչ ուժեր են մասնակցում։ Չէ, ասկե ավելի անագնկալված ընտրություն չի գնարել։ Մարտ 26-ին պետք է խորհրդարանը վերադառնար եւ այդ թվականին, երբ որ խորհրդարանը պիտի վերադառնար, արդեն վստահ էր, որ ինտիմատիր գուսակցությունները պիտի դաբալեին խորհրդարանը եւ ընտրության պիտի անցնեինք։ Ուրեմն ճուզելով, որ խորհրդարանը վերադառնա եւ ցկելով, որ ինտիմատիր գուսակցությունները որոշեն ընտրության թվականը, վարչապետը հիմա Մարկ Քարնին, որ նոր Ջասթին Տրուդոյի դերը արավ, ինքը որոշեց, թե ինքը ընտրությունները պիտներ իր ուզած թվականին եւ արդեն շատ անագնկալված էր, որ կամ մայիսի սկիզբը գլային, կամ ապրիլի վերջը գլային եւ ապրիլի վերջը եղան։ Ուրեմն բոլորից կսպասեինք արդյոք։ Այո, իսկ ինչ ուժեր են մասնակցում։ Սա այս հարցը տալիս եմ այն համատեքստում, որ աշխարհը, ինչպես մենք արդեն ձեզ հետ մի անգամ կարծես թե քննարկել ենք, Միացյալ Նահանգների թելադրմամբ գնում է ավելի շատ պահպանողական քաղաքական ուժերի առաջնորդության։ Արդյոք այստեղ եւս սպասվում են անակնկալներ։ Ուրեմն, եթե ընտրությունները ասկե 3 ամիս առաջ լայն վստահ պահպանողական ուժերը կշահեին ընտրությունները, ամեն երբ որ երթային ժողովրդին եւ հարցնեին, թե որ գուսակցության գոմնագից սպիդլայիկ, ամեն մարդ կսեր որ պահպանողական գուսակցության, որ ավելի ասենք Միացյալ Նահանգներու քիչ հիմակվա քաղաքականության ավելի մոդ էր։ Բայց գարձես թե վերջին 3 ամսվա մեջ բոլորովին փոխված է, որովհետեւ Կանադայի ժողովուրդը ցեվոմը գուզե որ ավելի բաժնվել Միացյալ Նահանգներու մեջ եղած են եւ գուզե որ գուսակցությունը որ իրենք կգարձեն եւ չեմ կերտի ասի շիդագե կամ սխալ է իմ դերս չէ որ որոշեմ բայց թե Կանադայի բիդի պաշտպանի ավելի ուրեմն ազատական գուսակցությունը գարձես թե հիմա գրեթե հավասար է պահպանական գուսակցության հետ կամ նույնիսկ ավելի գոմնագիցներ կան ազատական գուսակցության, որ հիմա վարչապետի գուսակցությունն է, Մարկ Քարնիի գուսակցությունն է։ Ուրեմն այդ երկու ուժերն են որ մնացին։ Նաև կան նոր դեմոկրատները, որ ավելի ասենք ցախագոմյա գուսակցություն մնեն, բայց ամեն երբ որ գնայիս թե ինչ է թե որու գոմնագից պիտի ժողովուրդը իրենք շատ դգար են այս վերջին այս ընտրություններու։ Ուրեմն Պիտի լա կամ պահպանողական կառավարությունը կամ ազատական կառավարությունը, liberal կամ conservative։ Հայ համայնքը իդեմս հայ դատի հանձնախմբի գրասենյակների ավելի շատ որ կուսակցության հետ է աշխատում, թե ներկայացված եք նաև այն ողջ գունապնակը, որը մասնակցում է ընտրություններին, եւս դրանց հետ բոլորի հետ շփում կա։ Այո, բոլորին հետ շփում կա, պատրաստ ենք ամարտու հետ աշխատելու։ Կարևոր է որ նշենք, թե հայապնակ շրջանը Տորոնտոյի մեջ, Scarborough Aging Court-ի մեջ ունենք հայ տեխնազումը պահպանական գուսակցության գոմե Արիս Մովսեսյանը, ուրեմն այդ շրջանի մեջ վստահ պահպանական գուսակցության գոմնագից պիտի ելանք, բայց պատրաստ ենք ամեն գուսակցության հետ աշխատելու, ամեն կառավարության հետ աշխատելու եւ միշտ այդ գուսակցությունը կամ այդ կառավարությունը որ պատրաստ է որ հայերու արդար պահանջներուն պատասխանե այդ գուսակցությունն է որ ամենաշատ պիտի օգտագործելանք կամ գոմնագից պիտի ելանք։ Ինչպես է գնահատում գներեք։ Այո, շարունակեք, խնդրեմ։ Միան բիցե որ այս օրերս շատ դժվար է որ մենք մեր հարցերը առաջ բերենք, որովհետև դժբախտաբար գրեթե բոլորովին ընտրության միակ հարցը կամ միակ լուրջ հարցը այն է այս Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները Կանադայի։ Եվ ինչպես է գնահատում առաջադրված կուսակցությունների շանսերը, որ կուսակցություն ունի ամենաբարձր վարկանիշը։ Գրեթե հավասար է liberal եւ conservative։ Liberalները հիմակվա գուսակցությունն են, հիմակվա կառավարության գուսակցությունն են, Մարկ Քարնիին գուսակցությունն են եւ իրենց ինտիմատիր գուսակցությունը պահպանողականը conservative Pierre Poilievre-ին գուսակցությունն են, գրեթե իրարու հետ հավասար են։ Եվ մարդ չի գիտեր թե ինչ պիտի լա արդյունքը այս ընտրություններուն։ Ոչ ես վստահ չեմ գիտեր։ Շնորհակալ եմ շատ մեկնաբանության համար, մինչև ապրիլի 28-ը դեռ
կհետևենք զարգացումներին եւ անպայման ձեզ հետ կզրուցենք։ Ես հիշեցնեմ, որ թեմայի շուրջ զրուցում էի Կանադայի հայ դատի ատենապետ Շահեն Միրակյանի հետ։